Տարի երեխա պահեցիք, տվեցի ես բանակի, ուրայի երեխեն, ինչի տարակ 15 երեխու վառեցիք, բերեցիք տվեցիք իմ երեխու, պողնիկ տարակ։ Փաշինյանի ոգևորված ելույթը ընդհատում է 3 տարի առաջ Գեղարքունիքում Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրված 15 ժամկետային զինծառայողներից մեկի մայրը։ Իմ երեխեն միակ չացած ատամ դիաբերանի մեջ, իսկ դուք 12 հացկեց իմ երեխեն արդուր ա եղել, 10-20 պակաս դեպ եղել ա, ասել են մի կոֆեի բաժակով, որ ես քո վրա բենզին լցեմ, դու կվառվես, ես էլ չեմ վառվի, ինչի 15 երեխու վառի։ Փաշինյանն առաջին իսկ րոպեներից հասկացել էր, որ խոսքն իր իշխանության օրոք խաղաղ պայմաններում տեղի ունեցած ողբերգության մասին է։ Ենթադրվում էր, որ վարչապետը պետք է անմիջապես իջներ պիկապից, մոտենար կնոջն ու սփոփանքի ու աջակցության ինչ-որ խոսք ասեր, բայց Փաշինյանը տեղից չի շարժվում։ Վերևից նայում է արտասվող կնոջը, լսում նրան խոժոռ դեմքով ու պարբերաբար փորձում ընդհատել վշտից իրեն կորցրած մորը։ Ինչն է, տիկին, պատասխան տամ։ դուք հարցը ավարտեք, ես պատասխանը կտամ։ 15 երեխու կողմից խոսում եմ, դուք վառեցիք 15 երեխուն, ձեր կեղտերը ծածկելու համար, ես իմ երեխուն եմ ուզում, ինձի ոչ մի բան պետք չի, ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բանի լափելով, դուք ոչ մի բանի չեք հասնի, ես իմ երեխուն եմ ուզում, ես շատ տաճակով 18 տարի գայլել եմ այդ երեխու հետ, ուրայի երեխեն, ես եք սեղավոր դարձրիք մեզի, խի կարաս ասես, ես չեմ հագստանում, ես գիշերը հարցում լաշկերից իմ երեխին եմ ուզում։ Որդեկորույց մոր հոգի տակնու վրա անող ձայն անհաղորդ է թողնում հրապարակում հավաքված Փաշինյանի աջակիցներին։ Սահմռկեցուցիչ է տեսնել, թե ինչպես են Փաշինյանի աջակիցները սառնասրտորեն լսում կնոջը։ Ոմանք նույնիսկ հրճվում, ապա թերևս առաջնորդի անտարբեր արձագանքը որպես ազդանշան ընդունելով սկսում են ոգևորված վանկարկել Նիկոլ վարչապետ ու ծափերով խլացնել ողբերգության ձայնը։ Մի քանի րոպե անց Փաշինյանն այնուամենայնիվ իջնում է պիկապից։ Սփոփանքի խոսքերը այդպես էլ չեն հնչում։ Դուք տարած մեր երեխեքի վարիք, ողջին տարած մերիք դենիքի վարաչը, իմ երեխեն ատոմնի սիրում էր, ոչ մի արի, ես նոխում եմ կեզնից, դուք իմ երեխեն դոշ տված, դպրոցի մոտից իմ երեխեն, ձեզ, ես էլ եմ ընտրել, երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ են օրը, որ ես ձեզ ընտրել, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք սպանիք է 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրի մանկապարտեզ զարկի, դպրոց զարկի, ինչի համար եք դպրոց զարկը, որ թուրքերը գալ լծվեն, դրա համար, ես չեմ ուզում իմ քյոր երեխեն թուրքի բաժին դառնա, ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա, չեմ ուզում, ես ուզում եմ իմ երեխուն, կարաս իմ երեխուն բերես, ինձ քեզնից ոչ մի բան պետք չի։ Դուք ավարտեք ես կարձագանք։ Ես 18 տարեկան երեխա եմ գրկել, պահել եմ, մեծացրել իրա հետ քայլել եմ, ու այսօր իմ երեխան չկա, ես իմ երեխան եմ ուզում, 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեվա մեջ վառեցիք, ես ապացույցներ ունեմ, իմ երեխան 12 անցքեզ արթուն ա եղել, իսկ այսօր 11-ին 20 պակաս դեպքն եղավ, դուք որ հելակ հայտարարություն շատ լավ, ավարտեք ձեր ասելիքը, իմ ասելիքն են, դուք ինչքանով էիք վստահ, որ այդ երեխեքը մնացին վառման դուրս չեկան, դուք հելակ հաջորդ օրը հայտարարություն արեցիք, որ այդ երեխեքը չկարացան մի սուրճի բաժակով բենզինը լցրեց, այդ սպայա ինչ գրողա արածով իբր թե երեխեքը մնացին այդ ամեջ ես հիմա կարձագանք եմ։ Փաշինյանը նորից բարձրանում է մեքենայի վրա, համակիրներին փորձում է պարզաբանել, թե ինչ դեպքի մասին է խոսքը։ Որդեկորուց մայրը չի կարողանում հանդարտվել, շարունակում է մեղադրել նրան։ Փաշինյանը, որը մինչև այդ պահը սառնասրտորեն առանց կարեկցանքի էր լսում կնոջը, արդեն անցնում է արհամարական տոնի, ապա սահուն կերպով մանիպուլյացնում վշտից տառապող մոր խոսքերը, քաղաքականացնում անձնական ողբերգությունը եւ քիչ անց էլ սկսում գոռգոռալ կնոջ վրա։ Հավաքված ամբողջը նորից հրճվում է։ Գործը հիմա դատարանում է եւ դրանից հետո դե լավ տիկին հասկացանք, հա։ Ես դրանից հետո կորպուսի հրամանատար ազատվել է, բազմա տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից։ Իմիջիալոց այդ ազատված սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հարավակներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի չեք գնում Մաղսուդյանին։
Ինչի՞ չեք գնում։ մի բան չեմ Ինչի՞ չեք գնում։ Ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Ում են ընդունել աշխատանքի։ Բան չեք գնում ընդդիմության հարավակներին։ Չգիտեք որ Մասուջան ընդդիմության առաջնորդներից մեկն է։ բոլորից Ոչ, ձեզ դուք չեք գնում, դուք գիտեք ովքեր են մեղավորները և դատավարություն է գնում։ Փաշինյանը, որը դեպքից ժամեր անց չսպասելով նույնիսկ պաշտոնական վարկածի առաջադրմանը հայտարարեց, թե պատճառը վառարանում բենզին լցնելն է եղել, իր նշանակած պաշտպանության նախարարի օրոք տեղի ունեցած ողբերգության համար ընդդիմությանն է մեղադրում։ Ծնողները թեև բազմաթիվ փաստեր ունեն, որ կատարվածը դժբախտ պատահար չէ, այլ միտումնավոր հրկիզում, իրավապահները բացի Փաշինյանի առաջին իսկ օրը հնչեցրած վարկածից, այլ որևէ վարկած այս տարիների ընթացքում չեն քննել։ Էջմիածնում Փաշինյանին ասելիք ունեն նաև 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները։ Սա երեխուս գլուխը կերավ Այսօր այդ համիրանը ընտրեմ ինչի համար 5000 երեխու գլուխ կերավ Զոհված զինծառայողի մայրն ասում է, այդքան երիտասարդների զոհվելուց հետո ինչ երեսով է Փաշինյանը եկել ու կրկին քաղաքացիների ձայնն է խնդրում։ Իմ մինուճար բալի գլուխ ինքը կերել է Իմ մինուճար երեխես ունես չունեք մի երեխես ունել Բերեցին դրեցին դեմս այսօր էլ եկել աստե ընտրեք ինձի Բա ինչ Մեկ այլ զոհված զինծառայողի հարազատին ազգային ժողովի նախագահն ասում է. ուզեք չուզեք պետք է մեզ ընտրեք, այլ ընտրանք չունեք։ Խաղաղ մանկություն ունենան մեր երեխեքը եւ ապագան։ Դու պետք է գնաս դրա համար ընտրես։ Ներեցեք ես չեմ ընտրելու։ Իմ հարազատների, իմ հարևանների, մենք իրար հետ խոսացել ենք։ Մենք իրար հետ խոսացել ենք։ Բայց ես չեմ ընտրելու։ Ում եմ ընտրելու։ Չգիտեմ ում եմ ընտրելու, դեռ քննադի չեմ գտնում, բայց ուսոր մեկին կընտրեմ այ։ Փաշինյանն այսօր Փարաքար համայնքից էր սկսել քարոզարշավը։ Համայնքի ինդիմադիր ղեկավարը Օնիկ Ախվերդյանը նրան չի դիմավորել։ Իդեպ նախորդ տարի Փարաքարում տեղի ունեցած ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը պարտություն կրեց։ Ըստ էության Փարաքարն էլ Գյումրիի նման այս ընտրություններում Փաշինյանի համար լուրջ փորձություն է դառնալու։